Նոյանտապանում հյուրընկալել եմ հայկական խորհրդի ասոցացված փորձագետ, քաղաքագետ Էդգար Վարդանյանին։ Պարոն Վարդանյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Հայաստանի վարչապետը պարբերաբար խոսում է այն մասին, որ իրենց իշխանության, իրենց կառավարման օրոք Հայաստանը ավելի քան անկախ է, ինքնուրույն է, ինքնիշխան է։ Երեկ էլ ասում է 2020 թվականին 2020 թվականի զոհողություններին ժողովուրդը գնաց, արդյունքում ձեռք բերեց պետություն, իշխանություն, անկախություն, միաժամանակ զորահանդես անել չանելու մասին հարց է հնչում եւ Փաշինյանը հայտարարում է, որ դինելու է ոչ այնքան զորահանդես, այլ քաղաքացիներին հաշվետվություն եւ սա նուրբ թեմա է, որի մասին իրենք քննարկումներ են ունեցել միջազգային հանրության գործընկերների հետ, տարածաշրջանի երկրների հետ, որպեսզի հանկարծ այդ հնարավոր զորահանդեսի անցկացումը չընկալվի որպես խաղաղության օրակարգից շեղում։ Հիմա ինձ հետաքրքիր է, մենք անկախության, ինքնիշխանության ինչ մակարդակ ունենք կամ վարչապետի այդ ներկայացրած անկախությունը, ինքնիշխանությունը դրա մակարդակը ո՞րն է, եթե մենք պետք է զորահանդես անցկացնելու հարցը քննարկենք տարբեր երկրների հետ։ Տեսեք, ինքնիշխանությունը իսկապես ավելացել է, ու այդ առումով ես համաձայն եմ պարոն վարչապետի հետ, ինչու։ Ըստ էության մինչև վերջերս մենք եղել ենք Ռուսաստանի ազդեցության գոտի եւ Ռուսաստանը կարողացել է օգտագործելով տարբեր լծակներ, ռազմական կախվածություն, քաղաքական կախվածություն, տնտեսական կախվածություն, որպեսզի Հայաստանը ըստ էության դարձնի կամ պահի որպես Ռուսաստանին սատելիտ միավոր։ Դա գիտեք ինչ եղել է եւ հիմա էլ Ռուսաստանը իհարկե փորձում է այդ քաղաքականությունը վարել, դա եղել է կոլոնիալ քաղաքականություն։ Ռուսաստանը երբեք մանավանդ պուտինյան Ռուսաստանը չի դիտարկել նախկին խորհրդային միության երկրները, նույնիսկ նախկին սոցիալիստական ճամբարի մաս կազմող երկրները որպես անկախ պետություններ։ Ըստ ժամանակակից Ռուսաստանի այդ պետությունները այդպես պատահաբար են անկախություն ստացել, իրենք համոզված են, որ այդ պետությունները իրենք են ստեղծել եւ իրենք ասում են, որ այդ պետությունները չպետք է ունենան առնվազն անկախ արտաքին քաղաքականություն, բայց նաեւ ներքին կյանքում էլ իրենք ինչ որ քայլ անում են, որոշակի ավտոնոմիայի շրջանակում, այդ քայլերը պետք է համաձայնեցված լինեն Կրեմլի հետ։ Երբ որ տեղի ունեցավ Թավշյա հեղափոխությունը, դա մի հատ լուրջ ազդանշան էր, մտահոգիչ ազդանշան էր Կրեմլի համար, որ փաստորեն կարող է իրավիճակը վերահսկողությունից դուրս գալ, ինչու, որովհետև Թավշյա հեղափոխությունը բնական գործընթաց էր եւ ըստ էության հասարակությունը կարծես ինքը իր ձեռքները վերցնում իշխանությունը եւ ժողովրդի իշխանությունը, որը որ գրված է սահմանադրությունում, կյանքի էր կոչվելու եւ այդպես էլ եղավ եւ մենք տեսանք, որ դրանից հետո որևէ ընտրություն չի կեղծվել, իսկ դա նշանակում է, որ իշխանությունը ժողովրդինն է եւ ժողովուրդը իրացնում է իր իշխանությունը։ Բայց Ռուսաստանը ուներ մի շատ լուրջ գործիք, դա հայ-ադրբեջանական կոնֆլիկտներ եւ նաեւ իհարկե հայ-թուրքական, այսպես, կարելի ասել կոնֆլիկտը։ Ինչու՞ դա գործիք, որտեվ տեսեք, շատ պարզ Ադրբեջանը եւ մեզ եւ Ադրբեջանին զենք էր վաճառում, Ռուսաստանը միջնորդ էր հանդես գալիս եւ Ռուսաստանը շատ առումներով, այսպես ասենք, կառավարում էր կոնֆլիկտը, զբաղվում էր կոնֆլիկտ մենեջմենտով։ Նա չէր ուզում կոնֆլիկտ լուծել, որովհետեւ դրանով նա կորցներ իր այդ դերը։ Եվ ինքը մեկ կարող էր ավելի շատ օգնել հայկական կողմին, հետո մի քիչ ավելի շատ ադրբեջանական կողմին եւ այդպես ասել, որ տեսեք,
դուք ինձանից եք կախված։ Եթե դուք ուզում եք, որ ձեր շահերը առաջ տանեք, հա, որոշակիորեն, դուք ամեն անգամ պետք է նայեք դեպի հյուսիս եւ այնտեղից սպասեք որոշակի աջակցություն, որոշակի այսպես մոտեցում եւ այլն։ Եվ հա, հիմա սա էլ ավարտեմ։ Եվ տեսեք ինչ ստացվեց։ Ստացվեց այնպես, որ կոնֆլիկտը կարելի ասել այսօր լուծվեց անսպասելի իհարկե ձևով շատ ցավալի, այսպես ասած, հա, ճանապարհով, բայց փաստը այն է, որ այսօր Ռուսաստանը հիմա կորցրել է մեր վրա ազդելու գործիքը, ինչպես նաև Ադրբեջանի վրա իդեպ ազդելու նաև գործիքներից մեկ շատ կարևոր գործիք, ամենակարևոր գործիքը եւ հիմա մնացել է Հայաստանի օրինակ պարագայում, ես կարծում եմ, որ հիմնական գործիքը դա տնտեսական կախվածությունն է, ինչը իհարկե էլի օգտագործում է Ռուսաստանը։ Այ այս առումով ենք մենք ավելի անկախ։ Շատ լավ, զորահանդեսը միջազգային որ գործընկերոջը կարող է մտահոգել, որից դրդված Նիկոլ Փաշինյանը պետք է նրանց հետ քննարկի այս հարցը։ Այո, գալիս է արդեն այդ հարցի։ Տարածաշրջանի երկրների դեպքում կռահելի է, կանխատեսելի է, թե ում հետ կարող է քննարկել եւ ում մոտ դա կարող է մտահոգություն առաջացնել, բայց միջազգային հանրության դեպքում տեսեք, միջազգային հանրությունը ինչ կապ ունի այս ամեն ինչի հետ, հա? Կապ ունի անուղղակիորեն։ Որովհետեւ տեսեք, եթե կոնֆլիկտը լուծվել է եւ մենք մինչ այժմ ռազմական մեր արդյունաբերությունը, մեր տարատեսակ ռազմական ձեռքբերումները, հա, բանակի հզորացումը ընդհանուր առմամբ, զենքի գնումը, այդ ամեն ինչը մինչ վերջերս եղել է կոնֆլիկտի կոնտեքստում։ Այսինքն մենք դա անում ենք, մեզ այդ ամեն ինչը պետք է, որպեսզի Ադրբեջանի հետ կոնֆլիկտում մենք հաղթած դուրս գանք։ Լայն առումով։ Հիմա երբ որ կոնֆլիկտը արդեն լուծված է, այստեղ հարց է ծագում, եթե կողմերը շարունակում են զինվել, դա ինչ տրամաբանության շրջանակներում է իրականացվում։ Արդյոք դա կարող է նշանակել, որ կողմերը էլի շարունակում են միմյանց դիտարկել որպես թշնամիներ եւ այդ զինվելը նրա համար է, որպեսզի եթե այսօր չէ, վաղը կիրառեն մեկը մյուսի դեմ։ Եվ երբ որ դու չես ներկայացնում բացատրություններ եւ հատկապես երբ որ դու օբյեկտիվ իրականություն է սա ռազմական գործողությունների արդյունքում ամենաշատը տուժած կողմն ես, տեսեք, ես այս ձևակերպումն եմ տալիս, չեմ ասում պարտված կողմն ես։ Կարելի է նաև դա էլ ասել, բայց եկեք այս սահմանումը առաջ քաշենք հիմա։ Դա կարող է քո նախկին հակառակորդի կողմից ընկալվել որպես մի գործողություն, որը միտված է վաղը մյուս օրը ռևանշի իրականացմանը։ Դե ինքը գիտի, որ իր գործողությունների արդյունքում դու համարվում ես ավելի շատ տուժող, դու շատ այսպես տարածքներ, որոնք դու վերահսկում էիր, հիմա դու չես վերահսկում, հասարակության տարբեր շերտերում կա համոզմունք, որ դու պարտվել ես եւ այլն եւ այլն։ Եվ այս պարագայում, տեսեք, դու փաստորեն բնականաբար խոսում ես Ադրբեջանի հետ, Ադրբեջանը խոսում է քո հետ, բայց դու նաև խոսում ես միջազգային հանրության հետ եւ դու խոսում ես նաև այն սուբյեկտների հետ, որոնք ներդրում են անում խաղաղության ինստիտուցիոնալիզացիայի ուղղությամբ։ Իրենք օրինակ Միացյալ Նահանգները, չէ, ինքը ինչ է անում հիմա, ինքը ասում է վերջ, այդ էջը փակված է եւ ես մեծ ներդրումներ եմ անելու, ես տնտեսական շատ լուրջ ներկայացվածություն եմ ունենալու այս տարածաշրջանում, հայ-ամերիկյան կոնսորցիում է չէ ստեղծվելու եւ այլն եւ հստակ պետք է երաշխիքներ լինեն, պետք է վստահություն լինի, որ այլևս կոնֆլիկտի էջը փակված է եւ այլևս կողմերը չունեն մտադրություն մեկը մյուսի նկատմամբ ուժ կիրառելու։ Եվ բնականաբար նաև Ադրբեջանը խոսում է Արևմուտքի հետ,
Ադրբեջանը խոսում է տարբեր խաղացողների հետ, խոսում է Թուրքիայի հետ եւ այլն եւ ասում է, որ ինձ պետք են իհարկե, եթե դուք նայում եք դեպի ինձ, բայց ինձ էլ պետք է, որ կամ ոմանք նայում են նաեւ դեպի ինձ, բայց մյուս կողմին էլ դուք պետք է նայեք եւ պետք է վստահ դուք էլ լինեք, դուք վստահ եք արդյոք, որ այն ինչ որ Հայաստանը հիմա անում է, դա իմ դեմ չի ուղղվելու։ Եվ իրենք էլ են պատասխանելու, այսպես ասած, այդ երաշխիքների նման բան են նաև տալու Ադրբեջանին, որ այո, մենք խոսում ենք Հայաստանի հետ եւ մենք վստահ ենք, որպես ուժեղ գերտերություններ եւ խաղաղության ինստիտուցիոնալիզացիային նպաստող սուբյեկտներ, մենք վստահ ենք, որ այն ինչը որ հիմա Հայաստանում արվում է, դա չի ուղղվելու երբևէ Ադրբեջանի դեմ, բայց նաև մենք պետք է վստահ լինենք, որ Ադրբեջանում այն ինչ որ տեղի է ունենում, չի ուղղվելու Հայաստանի դեմ։ Եվ հիմա, երբ որ մենք ուզում ենք շքերթ կազմակերպել, հա, երբ որ ուզում ենք մենք ցույց տանք մեր ռազմական հզորությունը, մեր նոր ձեռքբերումները, իսկ մենք այդ նոր ձեռքբերումները կարողացել ենք ունենալ միայն այն պարագայում, երբ որ անկախ պետություն ենք ավելի շատ դարձել, երբ որ կարողացել ենք անկախ քաղաքականություն վարել, դիվերսիֆիկացիա ենք իրականացրել, մենք կարողացել ենք արևմուտքից լինելով հապկի անդամ ֆորմալ, թեև սառեցրել ենք մեր մասնակցությունը, մենք կարողացել ենք արևմուտքից բավականին լուրջ զենքեր ձեռք բերել, մենք կարողացել ենք Հնդկաստանից լուրջ այդպիսի գնումներ անել եւ այլն եւ պետք է վստահեցնենք բոլորին, բնականաբար Ադրբեջանին, այսինքն մեր հարևաններին, այսպես ասենք, եւ կոչվում պարոն Վարդանյան։ Դա չի ստացվում, որ նախկիների անկախությունից Փաշինյանի բերած անկախությունը տարբերվում է միայն նրանով, որ մենք միայն Ռուսաստանին բացատրություններ տալու փոխարեն հիմա բացատրություն ենք տալիս հնարավոր բոլոր կողմերին։ Տեսեք, բացատրությունը մի բան է։ Դուք փոքր նայեք։ Եթե դուք նկատի ունեք, որ կարելի է ունենալ այնպիսի անկախություն, երբ որ փոքր պետությունը ինչ ուզի անի առանց խորհրդակցելու ուժեղ պետությունների հետ, ապա նման բան ուղղակի գոյություն չունի, անհնարին է նման նշաձող սահմանել, որ այ որևէ փոքր պետություն կարող է այդպիսի բան անել, կարող է իրեն թույլ տալ այդպիսի շքեղություն։ Ադրբեջանը բացատրություններ հիմա տալիս է իր սպառազինության համար։ Իհարկե, միանշանակ է դա։ Այսինքն այդ ամեն ինչը, տեսեք, այստեղ կարող է տարբերություն լինել PR-ի տեսակետից, հա, հանրային կոմունիկացիայի տեսակետից, որովհետև Ադրբեջանը ինքը իր հասարակության ներսում, այսինքն օրինակ տեսեք Ալիևը, չէ, իշխող վարչախումբը, ինքը իր հասարակության ներսում լինելով ավտորիտար պետություն եւ նաեւ ինքը ներկայացնում է, որ ես հաղթել եմ, որ այսպես ասած ինձ չեն կարող ճնշել եւ այլն, ինքը կարող է, ասենք, նման բաները պայմանավորվել այնպես անել, որ դա մեծ հանրային հնչեղություն չստանա, որ գիտեք, ինչ ես գնացի, օրինակ խոսեցի Միացյալ Նահանգների հետ եւ ինձ ասեցին, որ այ դու ես ամեն ինչը սահմանների շրջանակներում պետք է անես եւ դու պետք է վստահեցնես, որ դա չի լինելու Հայաստանի դեմ եւ այլն եւ ես իհարկե այդ ամեն ինչը ասել եմ։ Մի քիչ այլ կերպ է ինքը խոսում իր հանրության հետ ներողություն եւ այստեղ իսկ Հայաստանում դե ինքը շատ ավելի բաց է երկիրը եւ Հայաստանի իշխանությունները խնդիր չունեն այդպիսի ինչ որ քաղաքականություն վարելու, հա, այսպիսի խորամանկությունների դիմելու հանրային կոմունիկացիայի մեջ եւ այլն, հա, շատ հաճախ նույնիսկ երբ որ պետք է լինում, դա էլի չեն անում այդպես, հա, չափազանց նույնիսկ բաց են եւ մի խոսքով այդ մի հատ առանձին թեմա է, էլի, բայց ես ուզում եմ ասեմ, որ ես այստեղ իսկապես չեմ տեսնում որևէ խնդիր ինքնիշխանության սահմանափակման տեսակետից, դա բնական իրավիճակ է փոքր պետությունների համար, առավել եւս բնական իրավիճակ է այն պետության համար, որը եղել է կոնֆլիկտի մեջ, լուրջ ռազմական կոնֆլիկտի մեջ եւ հենց նոր է այդ կոնֆլիկտը լուծվել եւ գնում է խաղաղության ուրեմն գործընթաց
եւ այստեղ բնականաբար կա ներգրավվածություն ուժեղ խաղացողների, կա կոնկրետ Միացյալ Նահանգների ներգրավվածությունը եւ ամեն ինչ պետք է հստակ լինի, ամեն ինչ պետք է այս առումով թափանցիկ լինի եւ բնականաբար Հայաստանը պետք է ուրեմն իսկապես հավաստիացնի բոլորին, որ այն ինչ որ ինքը անում է, որևէ կերպով եւ խնդիրը այստեղ բան չէ, էլի, այն չէ որ այ Ադրբեջանի հետ միայն ընդհանրապես, այսինքն անվտանգությունը սպառնող, դեստաբիլիզացնող որևէ բան Հայաստանից չի դուրս գալու եւ Հայաստանը պետք է հավաստիացնի բոլորին դրա մասին եւ իդեպ նաեւ երեք էլ վարչապետը ասում էր որ ես եմ զանգում օրինակ Պուտինին, չէ, ես եմ Ֆրանսիայի նախագահին, ես եմ հանդիպում խնդրում եւ իսկապես դա բնական բան է, որովհետեւ դե կա իրողություն, այսինքն կան խոշոր պետություններ, ուժեղ պետություններ միջազգային ասպարեզում, որոնք իրենց շատ բաներ կարող են թույլ տալ եւ կան փոքր պետություններ, որոնք իրենց չեն կարող թույլ տալ, այն ինչ որ կարող են իրենց թույլ տալ մեծ պետությունները։ Քանի որ անդրադարձակ հիմա այդ հանդիպումը, որը Փաշինյանը խնդրել է, ինչ է կարծում ընտրությունների նախաշեմին ինչ հարցեր պետք է քննարկեն կամ ընտրությունների թեման արդյունքը որքանով կարող է օրակարգում։ Չեմ կարծում, որ դա օրակարգում կարող է լինել, ընդհանրապես նման հարցերը եւ չեմ կարծում, որ ընդհանրապես քննարկվում են նման ձևաչափերով։ Ընդհանրապես ընտրությունների հետ կապված, օրինակ արտաքին միջամտության հետ կապված, չէ՞։ Այդ հարցերը, գիտեք, այլ ձևաչափերով են քննարկվում։ Դրանք մեսեջների, ակնարկների, մակարդակում են արվում։ Ուղղակի, որ պաշտոնապես պետությունների ղեկավարները իրար հետ հանդիպեն եւ պաշտոնական հանդիպման ժամանակ ասեն գիտեք Վլադիմիր Վլադիմիրովիչ օրինակ պատկերացրեք հա մի միջամտեք մեր երկրի գործերին մենք տեսնում ենք որ ձեր մոտից օրինակ էս ինչ արվում է այ մենք հետաքննել ենք մեր արտաքին հետախուզությունը այսպիսի բաներ է հայտնաբերել եւ այլևս այդպիսի բաներ չանեք դա անհնարին է նման խոսակցություն պատկերացնել էլի այնպես որ կարծում եմ որ այն ինչ որ խոսվելու է բնականաբար նորից այդ ակնարկների մակարդակով դա արվում է մենք տեսնում ենք որ դա արվում է հնարավոր է խոսակցության ժամանակ ինչ որ ակնարկ լինի նման հա բայց ուղղակի խոսակցություն ոչ եւ ուղղակի խոսակցությունը հավանաբար լինելու է այն մասին որ կապված ապաշրջափակման տարատեսակ գործընթացների երկաթգծի ՅՈՒԿԺԴ-ի հետ կապված հարցն է կարծում եմ առաջնային այստեղ լինելու, հա, նոր կոմունիկացիաների այսպես ձևավորման եւ եթե Ռուսաստանը կարծում եմ հարցը այսպես դրվելու է, եթե Ռուսաստանը չի ինչ պատճառներով ի վիճակի չի կամ չի ուզում օրինակ այդ նոր, այո, երկաթգիծը ընդհանրեն կառուցել միգուցե այլ ընկերությանը պատվիրակենք դա, այսինքն Հայաստանը այլ պետության հետ, օրինակ պայմանագիր կնքի է առումով, հա, ինձ թվում է սա է լինելու հիմնական խոսակցությունը եւ նաեւ նորից եւս մեկ անգամ, ասենք, կարծում եմ, որ ասվելու այն մասին, որ բնականաբար TRIP-ը այնպիսի պրոյեկտ է, որից կարող են շահել բոլորը, այդ թվում նաև Ռուսաստանը, որ դա Ռուսաստանի դեմ չէ, որ Հայաստանը որևէ քայլ չի անում Ռուսաստանի դեմ, թշնամաբար չի վերաբերվում եւ այլն, այսպես, այսինքն, բայց կոնկրետ գործողություններով էլի կարող են նույնիսկ ես կարծում եմ, որ իմաստ չունի նման բաներ հայտարարելը։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։
Երևանի եւ Զովունի սահմանին գտնվող ալպիական թաղամասում սկսվել է 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների նախնական ամրագրում։ Առաջարկում ենք նաեւ թաունհաուսներ արդեն պատրաստ եւ կառուցվող։ Բնակարանների արժեքները սկսվում են 50,000 ԱՄՆ դոլարից մինչև 140,000 ԱՄՆ դոլար, իսկ թաունհաուսներինը 160,000 ԱՄՆ դոլարից 170,000 ԱՄՆ դոլար։ Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք alpiakan.am կամ զանգահարեք +374 44 201 066։ Ամրագրում կարող եք կատարել մինչև ապրիլի 30-ը։ Ալպիական թաղամաս, ձեր նոր տունը Հայրենիքում։ Երևանն եք ուղարկում։ Օթանավով։ Երևանն են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 սենսացիա։ Այ սենսացիան է սա։ Ծրիա։ Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արկղի համար, 2 արկղել անվճար։ Ասեք, Աշոտ դա ուղարկել։ Ապրիլի 1-ին ազգային տեխնիկային թատրոնում կկայանա հեղինակային երգի բարեգործական երեկո։ Այս անգամ երգանները հավաքվել են ի աջակցություն Հուսո տուն բարեգործական կենտրոն հիմնադրամի։ Ամերիկի ընթացքում դուք կարող եք ունկնդրել Ռուբեն Հախվերդյանի, Երևանի ոսկյաշուն, Էդուարդ Զորիկյանի, Մուրացկանին, ֆանականին, ճգնավորին միանձնոհ Արմինե Հայրապետյանի, Հայկ Պետրոսյանի, անցած օրեր, դարձած ուշեր, Գագիկ Շիբոյանի, կյանքի ճամփով միշտ Արեգ Նազարյանի սուտանկերը մարդից կորած իրական եւ Վախթանգ Հարությունյանի կատարումները Ժամանակին արեգակից չրակի լույս փոքրիկ վառը եւ ձեր մասնակցությամբ մաս կազմել այս կարևոր գործի։ Միասին կարող ենք անել ավելին։ Տոմսերը կարող եք ձեռք բերել Fast Ticket կայքից։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Պարոն Վարդանյան, դուք ձեր խոսքում մի քանի անգամ շեշտեցիք կոնֆլիկտը լուծված է։ Սա ձեր գնահատականն է, թե սա տարածաշրջանային, միջազգային արձանագրված իրողություն է, փաստ է։ Եթե
երկրորդ տարբերակն է եւ միայն ձեր գնահատականը չէ, ապա չի ստացվում, որ Նիկոլ Փաշինյանը երբ ասում է, եթե մենք չընտրվենք, դինելու է պատերազմ, ինքը անուղղակի մասնակցում է հիբրիդային պատերազմի սեփական ժողովրդի դեմ։ Չէ, նախ հիբրիդային պատերազմի սեփական ժողովրդի դեմ այդ ձևակերպումը ինքնին Սպառնալիք են, ասում են, դա ուղիղ սպառնալիք է։ Չէ, ինչ եմ ուզում ասել, հիբրիդային պատերազմները, նայեք, կամ հիբրիդային հարձակումները, հա, նրանք իրականացնում են ավտորիտար պետությունները այլ պետությունների դեմ, հիմնականում դեմոկրատական պետությունների դեմ։ Ուզում եմ ասեմ, այդ տերմինը, այդ հասկացությունը ինքնին ռելևանտ չէ, հա, ներքին քաղաքականության համար, էլի։ Այլ բան, որ ասենք, կարող եք ասել, որ օրինակի համար ներքին քաղաքական այս կամ այն ուժը կամ այս կամ այն անձը կարող է այլ պետության, քո պետության դեմ վարվող հիբրիդային հարձակումներին մասնակից լինի։ Այդ ուրիշ բան։ Ու այդ դեպքում դե պետք է ասեք, ուրեմն որ պետության, հա, օրինակ մենք հիմա տեսնում ենք, որ անդիմադիր այսպես դաշտում կան այդպիսի սուբյեկտներ, որոնք ուղղակիորեն մասնակցում են Ռուսաստանի կողմից մեր նկատմամբ հիբրիդային հարձակումներին, իրականացնելով որոշակի գործառույթներ, հա, օրինակ նրանց բաները, այսպես ասած, նարատիվները ամբողջությամբ օրինակ համընկնում են կրեմլյան նարատիվներին, ինչը կարող են ենթադրությունների տեղ տալ կամ մի խոսքով ուրիշ նաև բաներ էլ կան, այստեղ ինդիկատորներ էլ կան։ Տեսեք, կոնֆլիկտը լուծված է, ես գտնում եմ, որ կոնֆլիկտը լուծված է, դա իմ վերլուծությունն է, բայց իմ վերլուծությունը ուղղակի սուբյեկտիվ զուտ ուղղակի կարծիք չէ, այսինքն զուտ ուղղակի տպավորություն չէ։ Այն հիմնված է որոշակի իրողությունների վրա, նայեք, իրողությունները հետևյալն են։ Երկար ժամանակ է չկա պատերազմ, ռազմական գործողություններ, չկա նույնիսկ միջադեպեր, կա նախաստորագրված խաղաղության պայմանագիր, կողմերի միջև կա առևտուր արդեն, եւ կա TRIP նախագիծը, որը միայն ու միայն հնարավոր է կիրառել, իմպլեմենտացնել, աշխատեցնել խաղաղության պարագայում, միայն։ Եթե կա կոնֆլիկտ, չկա TRIP։ Կա TRIP, ուրեմն չկա կոնֆլիկտ։ Դե ինչու պարզ է, ինչու։ Դե աշխարհի համար մեկ պետությունը, երբ որ նման կարևորագույն ճանապարհի հետ կապված գործառնություն է ստանձնում, այսպես ասենք, հա, ներդրումներ է անում եւ այլ, սա նշանակում է, որ միայն այդ ամեն ինչը հնարավոր կլինի, երբ որ լինի խաղաղություն եւ բնականաբար ուրեմն իր ազդեցությունը նաեւ այն բանի վրա, որ լինի խաղաղություն, շատ մեծ է։ Բայց նաեւ կա, մենք տեսնում ենք Հայաստանի կողմից, Հայաստանի իշխանությունների կողմից, այս է շատ կարևոր բան է, էլի հիմա։ Պատրաստակամություն, կամք, փիլիսոփայություն է առաջ քաշվում համապատասխան, որ մենք երբևէ որևէ ռևանշի չենք գնելու, որ մենք հանում ենք կոնֆլիկտը ընդհանրապես, այսինքն այն ինչ որ եղել է դա անցյալում է։ Նախաստորագրված խաղաղության պայմանագրում այնպիսի բաներ է գրված, որ այնպես չէ, էլի, որ պարտադիր բոլոր տեսակի խաղաղության պայմանագրերում կան, լինում են, այդտեղ ընդհանրապես կողմերը որևէ պահանջ միմյանց նկատմամբ չեն անում, ընդհանրապես չկա, հանում ենք, ոչ մի պրետենզիա, տեսեք, այնտեղ ասում է, չէ, որ նույնիսկ եթե հայցեր կան, այդ հայցերը հետ են վերցնում կողմերը։ Հիմա Ադրբեջանի կողմից մենք նույնպես ինչ ենք տեսնում, ասում են, որ վերջ կոնֆլիկտը լուծված է, մեզ համար մենք բավարարված ենք նրանով, ինչը որ ունենք, մենք համոզված ենք, որ այդ տարածքները պետք է ազատագրվեն եւ այդ տարածքները մենք ազատագրել ենք, ուժով ենք ազատագրել, որովհետեւ դիվանագիտական ճանապարհով տարիներ շարունակ փորձում ենք, չստացվեց, գնացինք դրան։ Հիմա մենք վերջ այդ edge-ը համարում ենք փակված, դա ասում են ուղղակիորեն։ Բայց ներսում չեն արգելում խոսել արևմտյան այսպես կոչված Ադրբեջանից, այնինչ անում է Հայաստանը, երբ ասում է Արցախյան։ Այո, սրա մասին հիմա խոսենք։
բայց հիշացրեք էլի, ուղղակի ես ուզում եմ ավարտեմ ու հետո նոր դրան ասեմ։ Եվ դրանով Եվ այո, եւ տեսեք, եւ Ադրբեջանը նաեւ ասում է, որ ինքը go ahead trip-ից, այսինքն իսկ trip-ը ինչ է։ Trip-ը ամերիկա հայկական նախագիծ է, այո։ Եվ ինքը գոհ է, ինքը դեմ չէ դրան, եւ ինքը բավարարված է, ինքը ասում է, որ իմ շահերին հակասող բան այստեղ չկա, հա, շատ լավ, օքեյ։ Եվ կա միջազգային շահագրգռվածություն, որ վերջ, ուրեմն մենք այստեղ ստանում ենք ստաբիլության ինչ-որ մի հատ գոտի, հա, ոչ մի այլ պետություն առնվազն ուղղակիորեն չի ասում, որ ես չէ, այստեղ խնդիրներ ունեմ, ինչ որ բան պետքա փոխվի, ես շահագրգռված չեմ այս խաղաղությամբ եւ այլն, եւ պատրաստական են, ասում են, հա, թող դա լինի, մենք կօգտվենք, կլինեն կոմունիկացիաներ, բան եւ այլն։ Հիմա եթե պատկերացրեք գալիս են ուժեր, իսկ այդպիսի ուժեր կան, երբ որ մենք նայում ենք թե ինչ են իրենք այսօր խոսում, խոսքը մի շարք ընդդիմադիր դիրքերից հանդես եկող, հա, խոշոր ուժերի մասին է։ Եվ իրենք ասում են մենք, նայեք, սա շատ կարևոր բան է, էլի, շատ հաճախ մոռանում են սրա մասին եւ սկսում են մանիպուլացնել, որ մենք իրականում չէ, իրականում մենք էլի նույն ձևի խաղաղություն ենք ուզում, բայց ավելի լավ խաղաղություն ենք ուզում, արժանապատիվ խաղաղություն ենք ուզում, չէ, ուժեղ խաղաղություն ենք ուզում եւ այլն։ Բայց տեսեք նրանք ինչ են ասում, էլի։ Իրենք ասում են, որ այն ինչը որ այսօր ունենք մենք դավաճանության արդյունք է։ Այն ինչը որ այսօր ունենք դա անարժանապատիվ քաղաքականության արդյունք է, այն ինչը որ մենք այսօր ունենք դա խայտառակություն է, թրիփը դա կոնֆլիկտացին ինչ որ մի բան է, ընդհանուր առմամբ եւ այլն եւ այլն։ Եթե այդպես է, դուք ոնց եք դրա հիման վրա առանց զրոյացնելու այդ ամեն ինչը, չէ, ձեր քաղաքականությունը վարելու ավելի լավ խաղաղության ակնհայտ է, որ դուք ըստ ձեր տրամաբանության ձեզ համար ընդունելի չէ, չէ, եթե դուք ասում եք սա դավաճանության արդյունքի իրավիճակ է, ուրեմն ձեզ համար իրավիճակը ամբողջությամբ անընդունելի է։ Դուք պետք է այդ իրավիճակը զրոյացնեք, վերացնեք եւ ըստ ձեր տրամաբանության մի հատ լրիվ ուրիշ քաղաքականություն վարեք։ Սա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ իսկ սա էլ կարևոր է։ Իսկ այս իրավիճակը հենց այն իրավիճակն է, որը ապահովում է այսօրվա խաղաղությունը եւ որը հիմքեր է ստեղծելու վաղվա ավելի խորքային խաղաղության համար։ Այս իրավիճակն է, որ հնարավորություն է տվել թրիփը որ լինի, հասկանում եք։ Ուրիշ վիճակ չէր կարող լինել։ Հիմա եթե դուք ասում եք, որ ես վերաբանակցելու եմ, ես էս եմ անել եմ, դուք զրոյացնում եք սա, Ադրբեջանը այդ պարագայում ասելու է, այսինքն դուք հրաժարվում եք խաղաղությունից, որովհետև խաղաղությունը իմ պատկերացմամբ սա է, մենք հազիվ եկել ենք դրան, շատ ցավոտ է եղել, շատ դժվար է եղել, բայց մենք հազիվ դրան ենք եկել։ Եվ դուք հիմա ասում եք ինչ որ բաներ, որը ինձ համար անընդունելի է, որևէ կերպով չի կարող ինքը խաղաղությանը նպաստել, եւ ես դա հաշվի առնելով նաեւ մեր այդ տարբեր ուժերի հռետորաբանությունը, ես ձեր այդ բոլոր ասածները դիտարկելու եմ որպես իմ տարածքի նկատմամբ ոտնձգություն, որպես հավակնություն իմ տարածքի նկատմամբ Եվ դա ինձ իրավունք է տալիս։ Եվ դա ինձ իրավունք է տալիս։ Այո, եւ տեսեք ինչ է ասելու։ Նա ասելու է դուք նախապատրաստում եք իմ նկատմամբ հարձակում, այս ձեր հռետորաբանությամբ։ Ինքը կարող է ասել, ինձ հետաքրքիր է դեպքում արդյոք արձագանքը։ Այո, ես հիմա դրան եմ վերում, էլի, նայեք։ Ուրեմն ինքը ասելու է, որ այդ ամեն ինչը հանգեցնելու է, այսինքն դուք նախապատրաստում եք հարձակում, դուք ունեք տարածքային պահանջ իմ նկատմամբ, օֆիցիալ հայտարարում եք փաստորեն, որ տարածքային պահանջ ունեք, այլապես ինչ եք խոսում դուք։ Եվ կազուս բելի է դա ստեղծում իր համար, որ ինքը պրևենտիվ հարվածներ հասցնի։ Հիմա դուք կարող եք ասել, բայց հետո ինչ որ կա բան, հա, այսինքն տարածքային հավակնություն, հետո ինչ որ կա այդպիսի հռետորաբանություն եւ քաղաքականություն պոտենցիալ, հա, Հայաստանի այդ պոտենցիալ այդ նման ուժերի կողմից, եթե իրենք հանկարծ կան իշխանության ենթադրենք։
Դա արդյոք թույլ է տալիս Ադրբեջանին հարվածներ հասցնել, հա, Հայաստանի նկատմամբ եւ այլն։ Ամբողջ հարցն այն է, որ միջազգային հարաբերություններում մենք տեսնում ենք բազմաթիվ նմանատիպ դեպքեր, բազմաթիվ։ Եվ միջազգային իրավունքը այս առումով չունի հստակ կարգավորումներ։ Չունի, որովհետև պետությունը ասում է այս կամ այն մանավանդ, երբ որ կա ակնհայտ, այսինքն ասում է, այս պետությունը ես չեմ ճանաչում քո այս պետությունը եւ իմ նպատակն է, որ այդ պետությունում կոմպակտ ապրեն հայեր եւ չվերահսկվեն Ադրբեջանի կենտրոնական իշխանության կողմից։ Եթե քո նպատակը դա է, այդ նշանակում է այդ պետությունը կարող է դա դիտարկել որպես փաստորեն հարձակման նախապատրաստություն, հա, այո, հարձակման նախապատրաստություն եւ ասի, որ դե ուրեմն ես առաջինն եմ, պրևենտիվ հարված եմ հասցնում, որ դու վաղը հանկարծ չհարձակվես իմ վրա։ Բազմաթիվ են նման օրինակները եղել եւ գիտեք ինչ, մեծ մասը այդպիսի երևույթների ընդունելի է վերջի վերջո եղել միջազգային հանրության համար, երբ որ հստակ իսկապես եղել է այդ ապացույցը։ Տեսեք, օրինակ Ռուսաստանի պարագայում, չէ, նման բան չի անցնում։ Ռուսաստանը բայց էլի այդպես էր չի ասում, որ Ուկրաինան նախապատրաստվում է հարձակվել, պլան ունի եւ այլն, sense, բայց ասեցին չկա էլի տենց բան, լրիվ հորինած բան ես դու ասում, չկա ախր, չկա։ Բայց այլ պարագաներում, երբ որ իսկապես պատկերացրեք, իսկապես Ուկրաինան ասեր, որ ես հավակնություններ ունեմ, այդտեղ պետք է, չգիտեմ, ուկրաինացիները ապրեն կոմպակտ եւ ինքնակառավարվեն եւ չվերահսկվեն Մոսկվայի կողմից, ինչ որ տարածք, Ռուսաստանի ճանաչված տարածքը։ Այդ դեպքում լրիվ այլ կլիներ ռեակցիան միջազգային հանրության ու ոչ մեկ չէր Ռուսաստանին ասի, որ նու կարող էին ասել, որ բայց արժեր, որ բայց մի կարողա մի քիչ դիվանագիտական ճանապարհով այդ հարցը կարողանայր լուծել, էլի, միանգամից պրևենտիվ հարված միգուցե չարժեր բան եւ այլն, բայց ուզում եմ ասեմ, միևնույն է վերջին հաշվով ասել են դե հիմա իսկապես էլի, այսինքն սպառնալիք կար այդ պետությունը պրևենտիվ հարվածացրել։ Ուստի նշանակում է, որ իսկապես, երբ որ այդ ուժերը գան, եթե հանկարծ այդպիսի ուժերը գան իշխանության, դա կարող է Ադրբեջանի համար դիտարկվել որպես կազուզվելի եւ ինքը կարող է այդ հարվածները հասցնել եւ դա կնշանակի, որ ըստ էության արդեն հայկական կողմն է փաստորեն նորից կոնֆլիկտ ստեղծում։ Երբ որ մենք ասում ենք, որ կոնֆլիկտը անցյալում է այն առումով, որ այսօր այն քաղաքական ուժերը, որոնք իշխանության են, հա, որոնք երկիր են կառավարում, մի ուժ Հայաստանում են, մի ուժ Ադրբեջանում, իրենք ասում են, որ վերջ մեր մեջ կոնֆլիկտ չկա, բայց դա չի նշանակում, չէ, որ ուրեմն որևէ դեպքում որևէ ինչ որ այլ քաղաքական ուժ չի կարող կոնֆլիկտ ստեղծել, այդ թվում նաև, տեսեք, այդ թվում նաև Ադրբեջանում, չէ, պոտենցիալ կարող ենք, չէ, մենք մտածել, որ վաղը մյուս օրը կարող է, չգիտեմ, այլ իշխանություն լինել կամ հանկարծ այդ իշխանությունը էլի ինչ որ մտափոխ լինել եւ այլն, նման երաշխիքներ երբեք չկան, բայց այստեղ, գիտեք, երաշխիքները այն են, որ այո, ու սրանով ամփոփենք, երաշխիքները այն են, որ կա շահերի կապակցվածություն, հա, եւ երբ որ կա նաեւ միջազգային լուրջ ներգրավվածություն տնտեսական, այդ մի քանի բանը հանգեցնում է նրան, որ արդեն քիչ թե շատ մենք կարող ենք վստահորեն ասել, որ այո, խաղաղություն հաստատվում է, բայց միշտ էլ յուրաքանչյուր տեսակի խաղաղություն մենք չենք կարող ասել, որ դա հավերժ խաղաղություն է, բացարձակ միշտ էլ լինելու է։ Խոսքը սրա մասին չէ իհարկե։ Շնորհակալ Ես շնորհակալ եմ։ Այս դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում է Հայկական խորհրդի ասոցացված փորձագետ, քաղաքագետ Էդգար Վարդանյանի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել էկրանի երևացող QR կոդով։